Հայ-ռուսական համալսարանում տիրում էր խոր հարգանքի մթնոլորտ։ Օրվա սկիզբը նշանավորվեց խորհրդանշական պահով։ Համալսարանի ռեկտորը, դասախոսներն ու զոհվածների ծնողները միասին այցելեցին համալսարանի այգում գտնվող հուշարձանը, նվիրված հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին ի նշան հավերժ հիշատակի եւ երախտագիտության։ Ներկա էին նաեւ հերոսների ծնողները, ուժեղացած ցավով եւ բարձր խոսող լռությամբ։ Նրանց աչքերում էր ամբողջ մի պատերազմ, կորուստ, սեր, հպարտություն։ Այնուհետև Լեոնիդ Ազգալյանի անվան լսարանում տեղի ունեցավ «Մեզ բացակա չդնեք» գրքի շնորհանդեսը, նվիրված 2020-ից 2023 թվականներին մարտական գործողությունների ընթացքում անմահացած քաջորդիների հիշատակին։ Մեզ բացակա չդնելը կարծես թե ճիշտ արտահայտություն է համապարակայում, որովհետև խոսքը գնում է մեր ուսանողների մասին, որոնք եղել են կան եւ միշտ կմնան մեր համալսարանի ուսանողներ։ Շատ դժվար է բավեր գիրավել, բոլորս հասկանում եք մեկս մյուսի։ Ես շնորհակալություն եմ հայտնում հեղինակային խմբին։ Իհարկե մեր համալսարանը իր այս համեստ ներդրումով չի ավարտում, այս գործը միշտ մենք ճահելու ենք մեր ուշադրության կենտրոնում եւ մեր տղաները միշտ լինելու են մեզ հետ միասին։ Այս գիրքը պարզապես էջերի հավաքածու չէ։ Այն կենդանի ձայն է նրանց, ովքեր հեռացան մեզնից, բայց երբեք չեն լքել մեզ։ Նրանք մեր կողքին են, հիշողության պես մաքուր, ցավի պես ուժեղ ու սրտի թրթիռի պես կենդանի։ Շնորհանդեսի ընթացքում պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը դիմեց ներկաներին, խնդրելով ոտնկայս 1 րոպե լռությամբ հարգել զոհված զինվորների սուրբ հիշատակը։ Այդ պահը լցվեց լռությամբ եւ ցավով, ու թվում էր, հենց այդ լռության մեջ է ապրում նրանց հավերժ ներկայությունը։ Очень считал, полицейский делегация, я так аргил. Այնուհետև հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ Գայանե Գրիգորյանը նշեց, որ իրենց ձեռքում գտնվող հերոսություններով լի գիրքը նվիրում է հավերժ ուսանողներին, որոնց լուսավոր ուղին պետք է մշտապես ոգեշնչի ապրողներին։ Մեր ուսանողները կարող էին դառնալ աշխարհահռչակ գիտնականներ, երաժիշտներ, մարզիկներ, բայց նրանք մնացին հավերժ ուսանողներ։ Եվ մենք այսօր այստեղ ենք հավաքվել հարգելու նրանց հիշատակը եւ այս գիրքը նաեւ դրա արտահայտությունն է։ Այս գրքից մեզ անընդհատ այդ լույս տղաները անխոս նայելու են եւ պատգամելու են, որ մենք շարունակենք նրան իրենց կիսատ թողած գործը։ Սիրելի ծնողներ, ես ձեզ մաղթում եմ համբերություն։ Մենք երբեք ձեր որդիներին բացակա չենք դնելու։ Նրանք միշտ լինելու են համալսարանում, լինելու են որպես սխրանքի եւ հերոսության ուղենիշ մեր գալիք սերունդների համար։ Ծնողներից շատերը խոսքի ընթացքում ընդգծեցին, որքան կարևոր է նոր սերունդերին սովորեցնել սերը դեպի հայրենիք, ինչի համար էլ զոհվել են իրենց տղաները։ Նրանք ուզում են, որ մեր երեխաները չմոռանան ոչ միայն պատերազմի գինը, այլև այն սուրբ գաղափարը, որի համար արժեր ապրել, կռվել եւ ընկնել, հայրենիքը։ Հերոս տղաներին գործի։ Մենք իրավունք չունենք թույլ լինելու, քանզի մեր երեխաներին շատ ուժեղ են դաստիարակել։ Ձեզ ուժ, համբերություն, մեզ բոլորիս է։ Շնորհակալությունս նաև համալսարանի ողջ անձնակազմին, այս մտահղացումը նախաձեռնողների, ովքեր մտածել են հայրոսի նշույլ չեմ ասիմ, մեծ լույս է, որ մեզ հույս է տալիս, որ մեր որդիները լինելու են հայ մարդկանց սրտերում ու շարունակվելու են լինել։ Հայոց աշխարհի բոլոր մարդկանց, փոքրից մեծ, պահեք այս տղաների հիշատակը։ Թեկուզ տարին մի անգամ, թեկուզ 2 տարին մի անգամ, երբ որ միջոցառում է լինում մեզ այսպես հրավիրում եք, հավատացեք դա մեզ ուժատարի եւ ապրելու, եւ ուժեղ զգալու, եւ կյանքի դեմ պայքարելու։ Տիկին Մանուշը լավ ասեց, հիշեք մեր տղաներին, դա մեր համար ամենամեծ նվերն է։
խնդրանքներս մեր սերունդների մոտ այդ ամբողջությամբ մնա հայի գենին համապատասխան կրթությունը, հայի արժեքները, մեր երեխաները զոհվել են հանուն հայի արժեհամակարգին։ Ոչ մի ուրիշ տարբերակ վերսիա մենք չենք ընդունում։ Իրենք իմացել են ինչի համար են զոհվել։ Շնորհակալություն։ Ցանկալի կլիներ, որ ստեղծագործական գոհարը իր արժեք ունենար գիրքը մաշելով, այսինքն գիրքը կարդացողներ ունենա, որ ճանաչեն մեր տղաներին։ Հավանաբար այս ամբողջ գործառույթը ձեր շնորհակալությունն է մեր տղաներին։ Մենք չպիտի ձեզ շնորհակալ։ Դուք պետք է լինեիք ու կատարեցիք ձեր պարտքը։ Մենք շատ ենք ուզում, որ մեր տղաները հիշվեն ու հիշվեն ոչ թե ուղղակի, որտեղ այդ հիշելը պետք է ապագա սերունդին, ոչ մեր տղաներին։ Մեր տղաները գիտեիք, բայց ապագա սերունդը հիշի, որ հանա ինչ վերի, ինչ արժեքի կրող։ Մեզ բացակայ չդնեք, դա աղաչանք չէ, դա պահանջ չէ, դա ճշմարտություն է, որ նրանք ապրում են մեր հիշողության մեջ, մեր երակներում, մեր քայլերում, խոնարհում, անսահման երախտագիտություն ու սրտի խորքից եկող հարգանք մեր հերոսներին ու նրանց անսասան ընտանիքներին։ Նրանք ապրում են մեզ հետ, մեր մեջ, հավերժ։